Այսօր ուռուցիկ ու գոգավոր ֆունկցիաներին ծանոթանանք։ Ուռուցիկ եւ գոգավոր ֆունկցիաներ նրանց անընդհատությունը նախ սահմանենք ինչա նշանակում ուռուցիկ ֆունկցիա։ Կասենք, որ ֆունկցիան ուռուցիկ է ալբեի վրա։ Կասենք, որ լավ, այսի ովելորդ է, F ֆունկցիան ուռուցիկ է ալբեի վրա։ Եթե F alpha x գումարած 1 մինուս alpha y-ը փոքր հավասար alpha fx գումարած 1 մինուս alpha fy բոլոր x y-ների համար ալբեից ու բոլոր ալֆաների համար 0,1։ Եկեք հասկանանք այս ինչա նշանակում, ոնց որ նաև երկրաչափորեն ու հետո արդեն կասենք գոգավոր ֆունկցիան որն է։ Լավ, նախ եկեք հասկանանք, որ եթե ալֆան պատկանում է որոշակիության համար թող x-ը y-ից փոքր լինի, հա, տարբերություն չկա դրանցից, որ մեկն է մեծ, որն է փոքր, հա։ Որոշակիության համար ենթադրենք, որ x-ը փոքր է y-ից։ Նկատենք, որ եթե ալֆան պատկանում է 0-ից 1, ապա այս մեծությունը alpha x գումարած 1 մինուս alpha y-ը մի կողմից մեծ կամ հավասար կլինի ինչ alpha x գումարած 1 մինուս alpha Եթե ուզում եմ փոքրացնել արտահայտությունը, կարող եմ x-ը y-ով փոխարինել, թե y-ը x-ով։ Փոքրացնելու համար y-ը x-ով։ Okay։ Alpha x գումարած 1 մինուս alpha x, ինչը պարզապես հենց x-ն է։ Մեծացնելու համար էլ y-ով փոխարինենք, նշել փոքր կամ հավասար է alpha y 1 մինուս alpha y, Այս այն այս կետը, որ խոսում ենք, գտնվում է x-ի և y-ի միջև։ Հենց է դրա համար ենք վերցնում, որպեսզի 0-ից 1, այս բոլոր կետերը, alpha x գումարած 1 մինուս alpha y-ը լինեն x-ի և y-ի միջև, ու մյուս կողմից էլ բոլոր կետերը x-ի և y-ի միջև, իհարկե կարելի է ներկայացնել այս տեսքով, որտեղ ալֆան ինչ-որ 0-ի 1-ի միջև թիվ է։
Այսինքն այս ասենք նշանակենք z-ով այդ ալֆա x գումարած 1 մինուս ալֆա y-ը, որ արդեն հասկացանք, որ x-ի և y-ի միջև է, հիմա ունենք, որ մեր ֆունկցիայի արժեքը z կետում, փոքր կամ հավասարը ալֆա fx գումարած 1 մինուս ալֆա fy, այս մեր fx-ն է, գրաֆիկը գծենք, այս մեր լիցոք լավ, ստեղ թող լինի z-ը, այս մեր fz-ն է, սա էլ fy-ն է, հիմա եկեք տեսնենք, որ եթե վերցնենք x fx ու y fy կետերով անցնող ուղը, ու այդ ուղի հավասարման մեջ տեղադրենք այս z կետը, այսինքն սրա y կոորդինատը, որ հաշվենք, տեսնենք, որ տալու է այս h կողմի մեծությունը, եկեք դրա մեջ համոզվենք, ասենք x fx և y fy կետերով անցնող ուղի հավասարումը որն է լինելու։ Ասենք լավ, LT-ով գրենք, քանի որ x, y, z արդեն օգտագործել ենք, LT-ն թող այդ T-ից կախված ինչ է լինելու։ Մենք լավ, FT գրենք, no F-ն էլ օգտագործած, LT զուտ ֆունկցիա է T-ից կախված։ Հիմա ինչ որ մի հատ պետք է անկյունային գործակիցը ասենք ինչա։ Այս անկյունային գործակիցը ինչն է, fy հանած fx-ը բաժանած y հանած x-ի վրա։ Բաժանած y հանած x-ի վրա։ Ոնց որ մեր փոփոխականատենն է, պետք է հանենք օրինակ x-ը, որպեսզի այդ տեն երբ որ x լինի, այս ամբողջը դառնա 0, ու քանի որ ուզում ենք, որ ոչ թե 0 դառնա, այլ fx դառնա, մի հատ էլ գումարում ենք այո fx։ Այստեղ x-ը y-ը ֆիքսած են, տեն ոնց որ կամայական իրական թիվը, Հիմա z կետում իր արժեքը LZ-ը, այսի ոնց որ մեր մոտ հենց իրանից ներկայացնում է LZ-ը։ Ուզում եք այս ավելորդ մասերը ջնջեմ, այս մեր ֆունկցիայի գրաֆիկն է, այսի FZ-ն է, այսի արդեն այդ ուղի Z կետին համապատասխան այդ Y կոորդինատն է։ LZ-ը ինչ է լինելու, լինելու է fy հանած fx բաժանած y մինուս x, անգամ իհարկե հիմա պետք է z հանած x գրենք, t-ի փոխարեն z տեղադրենք ու գումարենք fx։ Շատ լավ։ Արի, հիմա մի հատ z-ը հիշենք իրանից ինչ էր ներկայացնում, z-ը այդ ալֆա x գումարած 1 մինուս ալֆա y-ներ։ Այստեղ գրենք fy հանած fx բաժանած մի հատ էլ պետք է հանենք x-ը, չէ, ու ավելացնենք fx-ը արդեն փակագծերից դուրս։ Շատ լավ։ Հիմա տեսնենք ստեղ ինչ է կատարվում։ X-ի գործակիցը ալֆա հանած 1 է։
Հիմա եթե 1 մինուս ալֆան ընդհանուր հանեինք, այստեղ կունենայինք fy հանած fx բաժանած y մինուս x, 1 մինուս ալֆան եթե ընդհանուր հանենք y-ի գործակիցը արդեն 1 կլինի, իսկ x-ինն էլ արդեն մինուս 1 կլինի, որտեղ այնտեղ ալֆա մինուս 1 էր, այստեղ մինուս x ու գումարած fx։ Դե ինչ ենք ստանում, այս կրճատելուց հետո մի հատ ունենում ենք fy անգամ 1 մինուս ալֆա, կամ 1 մինուս ալֆա անգամ fy, ու պետք է հանենք 1 մինուս ալֆա fx-ը ու գումարենք fx։ Դե այս ինչ է, հանել ենք fx, գումարել ենք ալֆա fx, մինուս fx-ը կկրճատվի ու կմնա ալֆա fx, գումարած 1 մինուս ալֆա fy։ Այստեղ ստանանք, որ դա հավասար է այսպիսով ինչ ենք տեսնում, հետևաբար այս եթե սրա անունը մեկ դնենք, հետևաբար մեկից կստանանք, որ fz-ը փոքր է հավասար, այս աջ մասն էլ իրանից ներկայացնում է հենց LZ-ը, այսինքն օրոցիկ ֆունկցիայի գրաֆիկը ընկած է այդ երկու կետերը միացնող լարից միշտ ներքև, որտեղ իր արժեքները ավելի փոքր են, քան այդ կետերը միացնող այդ ուղի հավասարման համապատասխան կետում արժեքը։ Հա։ Ընկած եմ։ Իսկ եթե անհավասարություն հակառակն է, այդտեղ արդեն օրոցիկ ֆունկցիան վերևում անկա։ Այդ ժամանակ գլխավոր ենք անվանում ու արդեն վերևում անկած։ Այո։ Գրաֆիկը ընկած է x fx եւ y fy կետերը միացնող լարից ներքև, հա։ Այո, արդեն հատել սահմանենք ինչ է նշանակում գոքավոր ֆունկցիա։ Կասենք, որ ֆունկցիան գոքավոր է AB-ի վրա։ Եթե հիմա այդ x եւ y-ի միջև գտնվող կետում այդ ալֆա x գումարած 1 մինուս ալֆա y կետում ֆունկցիայի արժեքը արդեն մեծ է հավասար այդ ալֆա fx գումարած 1 մինուս ալֆա fy-ից, այստեղ x-ն ու y-ը մեր մոտ
AB-ից են եւ ալֆան էլ կամայական թիվը հա, էլի 0.1-ի միջև։ Մի հատ էլ բան նկատենք, որ եթե ալֆան վերցնում ենք 0-ի դեպքում ստանում ենք որ կետը ստեղ y-ն ենք ստանում, ալֆան էլ որ 1 ենք վերցնում, ստանում ենք x-ը, այսինքն այդ երբ որ ալֆան փոխում ենք 0-ից 1, մենք y-ից x բոլոր կետերը ստանում ենք։ Հա։ Շատ լավ։ Ու համանման ձևով կարելի է համոզվել, որ հոգավոր ֆունկցիայի գրաֆիկը AB-ի վրա հոգավոր ֆունկցիայի գրաֆիկը ընկած է նույն x fx y fy կետերը միացնող լարից վերև կամայական x-y-ի համար AB-ից, հա։ Ինչին արդեն այս պարագայում այս տեսքը կունենա, հա, այս ասենք անա, այս բենա ու կապ չունի x-ն ու y-ը ինչպես ենք ընտրում, ինքը այդ լարից միշտ վերև է գտնվում։ Գծայինը, հա, իհարկե այնտեղ կարելի է մի հատ էլ խիստ ուռուցիկ, խիստ գոքավոր սահմանել, այդ պարագայում ոնց որ այս անհավասարությունները պետք է փոխենք խիստով ու նաև պետք է պահանջենք, որ ալֆան ոչ թե փակ 0.1-ից լինի, այլ բաց 0.1-ից, որովհետև sense տնեն 0-ում ու 1-ում երկու կողմերը իրար հավասար են, որովհետև ասենք եթե ալֆան 0 եք տեղադրում, ստեղ y-ը ստացվում, այսինքն ցախ կողմը f(y)-ն է իրանից ներկայացնում, իսկ աջ կողմը էլի սա 0 է դառնում, էլի մեկ անգամ f(y), այսինքն հավասարությունը ծայրակետերում ապրիորի տեղի ունի, որովհետև իհարկե այս կետերով անցնող լարը ու ֆունկցիայի գրաֆիկը այդ երկու կետերում հանգնում են, x եւ y կետերում հանգնում են։ Հիմա խիստ իմաստով արդեն բնականաբար գծայինը ոչ խիստ ուռուցիկ կա, ոչ խիստ գոքավոր է, բայց այս իմաստով այլ։ Այլ հարցեր։ Եկեք համոզվենք հետևյալ հասնում։ Եթե f-ը ուռուցիկ է, ուռուցիկ է կամ գոքավոր է, հա։ AB-ի վրա ապա այն անընդհատ է AB-ի վրա կարճ ասած միջակայքում, հա, ուռուցիկ ֆունկցիան կամ գոքավոր ֆունկցիան անընդհատ է։ Եկեք սրա մեջ համոզվենք։ Զուտ այդ անհավասարությունների բավարարման հետևանքով ստացվում է, որ պետք է ֆունկցիան անընդհատ լինի։
ասենք կդիտարկենք այն դեպքը, երբ որ ֆունկցիան ուռուցի կա, հիմա վերցնենք կամայական x0 կետ, հա։ Եվ ցույց տանք, որ f-ը ուռուցի կա, հա, այդ x0-ը։ Կներեք, f-ն անընդհատ է x0։ Սանա SB-ն է։ Ցույց կտանք, որ աճից սահմանը ֆունկցիայի արժեքի հետ է համընկնում, հետո նույն ձևով էլ կարելի է ցույց տալ, որ ձախից սահմանն էլ էլի ֆունկցիայի արժեքի հետ կհամընկնի։ Հիմա ինչ ենք անում։ Նախ վերցնենք մի հատ x1 ու x2, հա, x0-ի ձախ ու աջ կողմերում։ Վերցնենք x1 ու x2-ը AB-ից, այնպես որ x1-ը փոքր է x0, փոքր է x2։ Իհարկե, այդ բաց միջակայքում միշտ այդ հնարավոր է անել։ Հա։ Բարի։ Հիմա մենք ինչ գիտենք, որ օրինակ այս x0-ից x2-ում մեր ֆունկցիայի գրաֆիկը այս x0, x2 կետերը միացնող լարից ներքև է, հա։ Ինչպես։ Դե ինքը ամբողջ AB-ի վրա է ուռեցիկ, դրա համար կամայական իր երկու կետերին համապատասխան, հա, գրաֆիկը երկու կետի որ վերցնենք, լարից ներքև կլինի, ճիշտ է։ Ոնց որ լավ, այս թող y հավասարը L1x-ը լինի x1 fx1 եւ x0 fx0 կետերով անցնող ուղի հավասարումը իսկ այսի ոնց որ մեր մոտ y հավասարը L1x-ն է, հա։ Այս մյուսն էլ թող լինի արդեն L2-ով, հա, իսկ y հավասարը L2x-ը արդեն x2 fx2 եւ L-ի x0 fx0 կետերով անցնող ուղի հավասարումը։ Մի բանը ոնց որ հեշտ արդեն ունենք, հա, այսի մեր մոտ y հավասարը L2x-ն է։ Հիմա ինչը կարող ենք ասել հաստատ մեր ֆունկցիան Կամ որ ուռուցիկ ֆունկցիան ընկած է լարից ներքև, հա։ Քանի որ ուռուցիկ ֆունկցիայի գրաֆիկը
Ընկած է նրա գրաֆիկի կամայական երկու կետերը, հա։ Երկու կետերը միացնող լարից ներքև։ Ուրեմն fx-ը փոքր հավասար L2x, երբ որ x-ը որ հատվածին է պատկանում x0 x2 ընտիր x0 x2, հա, այսինքն ստեղ մենք ունենք որ այս լարից ներքև է։ Հիմա ոնց որ աշխով տեսանելի է, որ նաև դի այստեղ այս մյուս ուղից վերև լինի, դրա մեջ էլ համոզվենք։ Ցույց տանք, որ fx-ը մեծ կամ հավասար է L1x, երբ x-ը պատկանում է էլի նույն x0 x2-ին։ Ինչպես սա ցույց տանք։ Մենք ընդհանրենք հակառակը։ Այո։ Ընդհանրենք հակառակը։ Այսինքն fx-ը փոքր է L1x, ինչ որ x-ի համար x0 x2-ից։ Լավ։ Պարզա որ այդ x0-ն չի կարող լինել, հա։ x0 x2-ից։ Ոչ էլ լավ x2-ը կարող է լինել, x0-ն չի կարող լինել, որովհետև x0-ն պարզապես համընկնում են, հա, մեր ֆունկցիան ու L1x-ը։ Շատ լավ։ Հիմա ինչ է նշանակում, որ այս x կետում մեր ֆունկցիայի արժեքը գտնվում է այս ուղից ներքև, ճիշտ է։ Այս մեր x կետն է։ Հիմա ինչ կարող ենք ասել, որ այդ պարագայում այդ ուռուցիկությունը ինչ էր ասում, որ կամայական երկու կետ միացնում եք, ֆունկցիայի գրաֆիկը պետք է ընկած լինի ավելի ներքև։ Հիմա որ եռյակի համար է, որ այդ խախտվում է այդ պայմանը։ x1, x, x2։ Արդյոք ստեղ խախտում տեսնում ենք։ Այդ ուրիշ եռյակ ասեք, որտեղ հիմա եթե այս ուղից ներքև է գտնվում այս կետը x0 x x1 որ վերցնենք x1 x0 ու x-ը, չէ՞, այդ դեպքում այս x1 x-ի x1-ի ու x-ին համապատասխան կետերով անցնող ֆունկցիայի այդ կետերով անցնող լարից վերև կլինի x0 կետին համապատասխանող կետը։ Հա՞։ Իհարկե։ Այստեղ ինչ ենք ասում։ Այս x0 կետը մեր այս ուղից ներքև է։ Հիմա եթե դիտարկենք այս մի լարը, արդեն լավ, այստեղ ուզում եք անուններ դնենք, այս a, այսի o թող լինի, այսի b-ն թող լինի, այսի c-ն, այսի d-ն։ Հա։ Հիմա այս d-ն c-ից ներքև է։ Հիմա a-d լարը a-c լարից ներքև է։ Հիմա այս պարագայում
որ AD լարը AC-ից ներքև է, O կետը մեր մոտ գտնվելու է AD լարից վերև։ Եթե AD լարից վերև է գտնվելու, այդ արդեն հակասեց այն նրան, որ մեր ֆունկցիայի գրաֆիկի կետերը պետք է գտնվեն այդ լարից ներքև, որտեղ այստեղ կետ գտանք x0-ին համապատասխան, որ վերևում է գտնվում, հա։ Հա։ Այստեղ այդ դեպքում x fx-ը կգտնվի y-ը հավասար է L1 այս ուզում եք այստեղ ինչ-որ մի հատ ինչ-որ x' գրենք, հա x' գրենք այստեղ x' ինչ-որ x'-ի համար, այս x0 x2-ից այս էլ մեր մոտ x'-ն է այդ դեպքում այդ x' fx' կետը կգտնվի y-ը հավասար է L1 այս x ֆունկցիայի գրաֆիկից ներքև գրաֆիկից ներքև եւ հետեւաբար x0 fx0 կլինի այս x1 fx1 եւ x' fx' լարից ներքև է լինելու։ Ոնց որ այս լարը այստեղ ունեինք դրանից ներքև կետ վերցրեցինք, հիմա արդեն միջանկյալ կետը վերևը կընկնի, հա։ Կետերը միացնող լարից վերև ինչը հակասում է ուռուցիկությանը, հա։ F-ի ուռուցիկությանը։ Այսպիսով ինչ ստացանք, որ մեր fx-ը գտնվում է L1x-ի և L2x-ի միջև կամայական x-ի համար ասենք x0-ից x2 հիմա եթե ինչպես որ բացեմ գրել, հա, ոնց որ չգիտենք, հա, չէ, այստեղ նախ չունենք, որ ֆունկցիան աճող է, որ նման բանից կարողանանք օգտվենք։ Այնտեղ տարբերությունը այնքանով է, որ փակից կարաս բացի անցնես, բացից փակ չես կարող անցնես, որովհետև ինչ-որ հավելյալ բան ես պնդում, որ ծայրակետերում էլ տեղի ունի։ Իհարկե, այստեղ կարող ենք փակը գրել։ Ոնց որ նույն կերպ կարող ենք փակը գրել։ Բայց ինչ-որ 1-2 կետում էլ, որ պակաս բան եմ գրում, ավելի թույլ բան եմ գրել, էլի։ Երևում է, թե չէ։
Լավ, հիմա ինչ ենք ասելու։ Հիմա L1 x-ի սահմանը ինչն է x-ը, երբ որ ձգտեցնում ենք x0-ին, որ կողմից։ Մենք հիմա x0-ին մոտենալու ենք այս ձախն է, այս աչն է։ Աչից ենք մոտենում, հա։ Ընդ աչից ենք մոտենում։ Իհարկե, որ կողմից էլ մոտենանք, L1 x-ի սահմանը միևնույնն է լինելու է ինչը։ Fx0-ն ու այդ նույն սահմանը ունենալու է նաև ով։ Հա։ Դա վերքսն էլ x0, fx0 կետով էին անցնում, դրա համար իրանց թե աչակողմյան, թե ձախակողմյան սահմանները նույն թիվն են լինելու։ Հիմա եթե մեր ֆունկցիան ընկած է ոնց որ գտնվում է երկու ֆունկցիաների միջև, որոնք երկուսն էլ ձգտում են միևնույն արժեքին, ուրեմն կարող ենք օգտվել ոստիկանների կանոնից, հա։ Հետևաբար համաձայն ոստիկանների կանոնի սահման fx-ը x-ը ձգտում է x0-ին աչից, հավասար է fx0։ Նույն կերպ ցույց կտանք, որ սահման fx x-ը ձգտում է x0-ին ձախից հավասար է fx0, ուստի f-ը անընդհատ է x0, հա։ x0-ն էլ հիշեցնենք, որ կամայական կետեր AB-ից, այսին ամբողջ AB-ում ստացանք անընդհատություն։ Սենց մի հատ էլ թեորեմ ապացուցենք։ Ֆունկցիան օրոցիկ է AB-ի վրա, այն և միայն այն դեպքում, երբ կամայական x-ը փոքր է z փոքր է y-ի համար, որտեղ այս կետերը բոլորն էլ AB-ից են, տեղի ունի հետևյալը fz հանած fx բաժան z մինուս x-ը փոքր է հավասար fy հանած fz բաժանած y հանած z։ Եկեք մի հատ տեսնենք այդ անհավասարությունը ինչ է նշանակում։ Ասնել այդ AB հատվածում օրոցիկ ֆունկցիան է, սա թող x-ը լինի, սա թող z-ը լինի, այն թող y-ը լինի։ Ասում ենք, այս fz հանած fx բաժան z մինուս x-ը, այդ x fx, z fz կետերը միացնող ուղղի անկյունային գործակիցն է։ Լավ, եկեք մի քիչ ավելի լավ գծեմ։ X, Z, y։
հիմա այն ձախ կողմի արտահայտությունը ներկայացնում է այս ուղի, հա, անկյունային գործակիցը, այն աջ կողմինն էլ, հա, fy հանած fz բաժանած y հանած z-ն էլ ներկայացնում է այս ուղի անկյունային գործակիցը։ Հիմա մենք ինչ գիտեինք, մենք գիտեինք, որ z կետում մեր ֆունկցիայի արժեքը ավելի փոքր է, քան, հա, այս է y կոորդինատը։ Հիմա երբ որ այս ուղի վրա կետը իջեցնում ենք ներքև, հա, անպատասխան անկյունային գործակիցը իջնում է, իսկ այն մյուսը մեծանում է, հա, այսինքն այս անկյունային գործակիցը իրականում մեծ է ուղի անկյունային գործակցից, կներեք, սրա անկյունային գործակիցը փոքր է ուղի անկյունային գործակցից, որը իր հերթին փոքր է այս անկյունային գործակցից, այսինքն իրոք ստացանք, որ սա փոքր է նրանից։ Հա, այդ երկրաչափորեն ոնց որ հեշտ է տեսնել, հիմա մի հատ էլ կարող ենք նույնը անալիտիկ համոզվել։ Ինչ ենք անում։ Վերցնենք ալֆան պատկանում է 0,1, քանի որ ստեղ z-ը թույլ չենք տալի x կամ y լինի, արդեն ալֆան էլ 0-ից ու 1-ից տարբեր կլինի, այնպես որ այդ z-ը լինի ալֆա x գումարած 1 մինուս ալֆա y, հա, գիտենք, որ f ալֆա x գումարած 1 մինուս ալֆա y-ը փոքր է հավասար ուռուցկությունից ինչ գիտենք ալֆա fx գումարած 1 մինուս ալֆա fy շատ լավ ասեն էսի ինչ է էս fz-ն է ստեղ կարող ենք լավ fz-ը փոքր հավասար ալֆա fx գումարած 1 մինուս ալֆա fy շատ բարի հիմա fz հանած fx բաժանած z մինուս x-ը եկեք տեսնենք այդ ինչ է կարող ենք գրել որ փոքր է հավասար fz-ի փոխարեն, նո, z-x-ը դրական մեծություն է, հենց որ համարիչը մեծացնելով ամբողջ կոտորակը կմեծացնենք, ալֆա fx գումարած 1 մինուս ալֆա fy բաժանած z-ի տեղն էլ դնենք իր արժեքը, հա, ալֆա x գումարած 1 մինուս ալֆա y Ինչպես? Հա, հանենք fx իհարկե հանած fx հա այդ մեկը հլը չի հասցրել վարի ստեղ հիմա ինչ է լինում fx-ի գործակիցը լինում է ալֆա հանած 1 կարող ենք 1 մինուս ալֆան ընդհանուր հանել 1 մինուս ալֆան եթե ընդհանուր հանենք, ստեղ կմնա fy արդեն հանած fx, նա? Հիմա հայտարարում ինչ է տեղի ունենում, էլի 1 մինուս ալֆան եթե ընդհանուր հանենք, ստեղ էլի y-ը կմնա, այս, y-ը կմնա և հանած x-ը, այսին ստացանք, որ fy հանած fx բաժանած y մինուս x, այսին ինչ ստացանք, որ ըստ էության այս անկյունային գործակիցը փոքր է այս մյուս անկյունային գործակցից։ Հիմա մի հատ էլ հակառակն էլ տեսնենք, հա,
որ այն աչակողմյան արտահայտությունը նույն սրանից մեծ կամ հավասար է, այսինքն այս անկյունային գործակիցը մեծ կամ հավասար է սրա անկյունային գործակցից, հա, սրա անունը 1 դնենք։ Մյուս կողմից FY հանած FZ բաժանած Y հանած Z-ը, հիմա արդեն եթե FZ-ը մեծացնում ենք, այս կոտորակը մեր մոտ կմեծանա, կփոքրանա, չէ՞։ Դին մեծ կանսեր է FY հանած alpha fx գումարած 1 մինուս alpha FY բաժանած դե y-ից հանած z-ի տեղն էլ էլի գրում ենք alpha fx գումարած 1 մինուս alpha x գումարած 1 մինուս alpha y։ Հա։ Եկեք տեսնենք ստեղ ինչ է գրված։ FY-ի գործակիցները որ խմբավորենք, 1-ից հանած 1 մինուս alpha է լինելու։ FY հանած alpha fx հայտարարում ինչ է լինելու։ Նույն ձևով y-ի գործակիցը լինելու է 1-ից հանած 1 մինուս alpha, որը արդեն հասկացանք, որ alpha է, չէ՞։ Alpha y հանած alpha x։ Իհարկե կարող ենք համարիչում հայտարարում alpha-ն ընդհանուր հանել, կրճատել, կունենանք fy հանած fx բաժանած y մինուս x, հա։ Ու 1-ից ու 2-ից բխում է, որ տևում է, որ s fz հանած fx բաժանած z մինուս x-ը փոքր է հավասար ոնց որ այս միջանկյալ մեծությունից փոքր է հավասար արդեն fy հանած fz բաժանած y մինուս z։ Լավ։ Ինչին է ինչ-որ մեզ հարկավոր էր ապացուցել, ապացուցեցինք։ Իհարկե, ոնց որ կարող ենք ստեղից հակառակն էլ ստանանք, հա, որ եթե այս անհավասարությունը տեղի ունի, ապա մեր ֆունկցիան ուռուցիկ է։ Բարի, ոնց որ կարեք մի հատ փորձեք այդ անել։ Անցնենք հաջորդ թեմային, դիֆերենցիալի ուռուցիկ ֆունկցիաներ։ Դրել թեորեմը ապացուցենք։ Դիցուկ f-ը դիֆերենցիալի ֆունկցիա է։ Դիցուկ f-ը դիֆերենցիալի է AB-ի վրա։ F ֆունկցիան f-ը կլինի ուռուցիկ, նույն ձևով ոգավոր, հա, AB-ի վրա, այն և միայն այն դեպքում, երբ որ f-ի ածնցյալը
աճող է, այն մյուս դեպքում էլ նվազող է, հա։ Կարող ենք փակերն էլ դիտարկել, ոչ մի խնդիր։ Ինչ-որ պնդումներ, գուցե ինչ-որ պետք լիներ հավելյալ բաներ ասել, բայց ոնց որ գլոբալ առումով կարող էր փակնել նայել։ Ասեն, հիմա սահմանումը որ տվել էին, կարող ենք փակի վրա տալ, ոչ մի խնդիր, նույն ձևով կարող էր տալ։ Անընդհատությունը հիմա այդ դեպքում ոնց որ ծայրակետերում չեն կարողանա պնդել։ Հա, որովհետև ինչն է խնդիրը, հա, այս դեպքում եթե այս ծայրակետն եք նայում, իրանից էլ ձախ կետ չկա, որ նայեք, ասեք դրանից ներքև, դրանից վերև կլինի, հա, այս ուղը էլ չկա։ Էսի կա, բայց այն մեկը էլ չկա։ Այսին որոշակի հարցեր կառաջանային, պետք ոնց որ բացը նայում ենք, որ այդ հարցերի մեջ չմտնենք։ Քեզ էլ մերսի։ Շատ լավ։ Հիմա ուզում ենք տեսնենք, որ ֆունկցիան կլինի ոնց որ ուռուցիկ, այն եւ միայն այն դեպքում, երբ որ իր ածանցիալը աճող է, ասենք ուզում ենք ինչպես Չէ, AB-ի վրա կլինի ուռուցիկ, եթե AB-ի վրա ածանցիալը աճող է։ Հա, ոչ թե ֆունկցիան, այլ ածանցիալը։ Հա։ Դիցուկ f-ը ուռուցիկ է, հա։ Ցույց տանք, որ f'-ը աճող է, հա։ F-ի ածանցիալը աճող է։ Հիմա ուռուցիկ ֆունկցիաների համար մենք ինչ գիտենք։ Գիտենք այս անհավասարությունը, հա։ Գիտենք, որ ըստ նախորդ թեորեմի f z հանած fx բաժան z մինուս x-ը փոքր է հավասար fy հանած z բաժանած y հանած z ոնց որ x-ը փոքր է z փոքր է y կամայական եռյակի համար, ճիշտ է։ Շատ լավ։ Հիմա ֆիքսենք ոնց որ x-ն ու y-ը Մի հատ հիմա z-ը ձգտեցնենք x-ին z-ը x-ին ստանանք, որ սահման fz հանած fx բաժանած z մինուս x-ը z-ը x-ին ձգտելիս, իհարկե ստեղ z-ը x-ին մոտենալու է որ կողմից աճից, հա, որտեղ z-ը գտնվում է x-ի ու y-ի միջև, այս աճից փոքր կամ հավասար կլինի սրա սահմանից, սրա սահմանը դե որ ֆունկցիան դիֆերենցիալի է, նաև կլինի անընդհատ ու սահմանը կլինի ինչ f(y) հանած z-ը x-ին է ձգտում, fz-ի տեղ պիտի գրենք fx բաժանած y հանած x, ստեղ նույն բանը չարեցինք, որովհետև ստեղ կունենայինք 0 բաժանած 0, իսկ իրականում այս սահմանը ներկայացնում է մեր ֆունկցիայի
ացենցիալը որ կետում, x կետում, չէ՞։ S իրանից ներկայացնում մեր ֆունկցիայի ացենցիալը x կետում։ Հա, այստեղ քանի որ ֆունկցիան դիֆերենցիալ է, աչից ացենցիալը նայենք թե ձախակողմյան թե աջակողմյան ոնց որ նույնն են։ Այո, իհարկե, էսի աջակողմյան ացենցիալն է գրված, բայց տարբերություն չկա։ Սրանուն եկեք 3 դնենք, հա։ Այս ստացանք 4-ը։ Հիմա նույն կերպ մի հատ էլ կարող էինք z-ը ոնց որ x-ն ու y-ը ֆիքսել ենք, ծայրակետերը ֆիքսել ենք, z-ը մի հատ x-ին ենք մոտեցնում, մի հատ էլ y-ին ենք մոտեցնում։ Երեքում z-ը ձգտեցնելով y-ին, այո, ձախից ենք մոտեցնելով, կստանանք, որ այս հիմա այս քանը ինչ է իրանից ներկայացնելու fy հանած fx բաժանած y մինուս x-ը փոքր հավասար սահման fy հանած fz բաժանած y հանած z, z-ը ձգտում է y-ին ձախից, ինչպես ասացիք։ Իհարկե, այստեղ կարող ենք համարիչն էլ հայտարարել մի հատ մինուս 1-ով բազմապատկել շուռ տալ, հա։ Ոնց որ fz հանած fy բաժանած z հանած y տեսքով գրենք, որտեղ արդեն հստակ երևա, որ այս սահմանը իրանից ներկայացնում է մեր ֆունկցիայի ացենցիալը y-ում, չէ՞։ Այստեղ y-ն է։ Սրանունը դրեցինք 5, հա։ Հիմա ինչ տեսանք, որ լավ 4-ից եւ 5-ից կստանանք, որ f' x-ը փոքր է հավասար fy հանած fx բաժանած y մինուս x փոքր է հավասար f' y, ճիշտ է։ Սրանունը դնենք 6, հա։ Այսին այս արեցինք ըստ էության կամայական x-ի y-ի համար, որտեղ x-ը փոքր է y։ Իհարկե x-ն ու y-ը AB-ից են։ Դե, այս ինչ է նշանակում, որ մեր ֆունկցիայի ացենցիալը աճող է, չէ՞։ Ավելի մեծ կետում ֆունկցիայի ացենցիալի արժեքը ավելի մեծ է։ Հետևաբար f'-ը աճող է AB-ի վրա։ Հատ լավ, մի հատ էլ հիմա ուզում ենք հակառակը ցույց տանք, որ մեր ֆունկցիայի ացենցիալը եթե աճող եղավ, ուրեմն կլինի ուռուցիկ։ Եկեք համոզվենք, որ այս տեղի ունի, այս տեղից ոնց որ կարելի է ստանալ, որ արդեն ֆունկցիան ուռուցիկ է։ Ինչպես համոզվենք, որ այս 3-ը տեղի կունենա։ Մեր մոտ ինչ է կատարվում, այս մեր ֆունկցիայի գրաֆիկն է, հիմա այս x-ն է, այս z-ն է, այս էլ y-ն է, այս անկյունային գործակիցների մասն ենք խոսում, ըստ էության, չէ՞։ Ասում ենք, որ սա նրանից փոքր է,
ու ուզում ենք տեսնենք, որ այդ դեպքում ուռուցիկ կլինի։ Կներեք, ուզում ենք սա ստանանք, հա, որ սա սրանից փոքր է։ Ինչպես դա անենք, ելնելով նրանից, որ ածենցիալը աճող ֆունկցիա է։ Սենց արտահայտություն որտեղ ենք տեսել Lagrange theorem, հա։ Հիմա Lagrange theorem մի հատ կիրառենք որ հատվածի վրա ու մի հատ էլ որ հատվածի։ Մի հատ x-ի վրա, մի հատ էլ z-y-ի վրա, հա։ Կիրառելով Lagrange theorem-ը x-ի եւ z-y-ի վրա կստանանք, որ Ինչպես? Ոնց որ հատվածն ենք ասում, որ հատվածի վրա ենք կիրառում, հեսա գրեմ կասես, եթե հարց կլինի։ Կստանանք, որ գոյություն ունի C1, C1-ը որտեղից պետք է լինի։ Այդ բացից է լինելու։ C1-ը XZ բացից է եւ C2 N մյուս բացից։ Այնպես որ f'-C1-ը լինի այդ ձախում գրված արտահայտությունը, հա, fz հանած fx բաժանած z-x, իսկ f'-C2-ը լինի fy հանած fz բաժանած y հանած z-ը։ Մենք ուզում ենք տեսնենք, որ սա փոքր է սրանից։ Իմանալով, որ ֆունկցիայի ածենցիալը աճող է, հիմա ինչ գիտենք։ X-ը փոքր է z-ից, փոքր է y-ից, ըհը։ Այդպես կարող ենք եզրակացնել, որ C1-ը փոքր է ու ածենցիալն էլ որ աճող է, այդպես կստանանք, որ f'-C1-ը f'-C2-ից փոքր է, հա։ Լավ, սրա ունի 7 տնենք։ Քանի որ C1-ը փոքր է մեր մոտ Z-ից, փոքր է C2-ից, ուստի f'-C1-ն էլ փոքր է հավասար է f'-C2 եւ 7-ից կստանանք, որ f z հանած fx-ը բաժանած z-x-ը, որը f'-C1-ն էր, փոքր կամ հավասար կլինի f'-C2, որն էլ արդեն fy հանած fz բաժանած y հանած z-ն է, հա։ Այսինքն ստացանք 3-ը։ Հետևաբար տեղի ունի 3-ը, հա։ Հետևաբար տեղի ունի 3-ը եւ f-ը կլինի ուռուցիկ արդեն այդ AB-ի վրա։ Ուռուցիկ AB-ի վրա։ Լավ, իհարկե նույն ձևով էլ գոքաբորի համար այս ամեն ինչը կարելի է կրկնել կամ պարզապես ասել, որ դիտարկենք, որ ֆունկցիան մինուս f-ը,
f-ը գոքավոր է, մինուս f-ը կլինի ուռուցիկ, ու այս ամեն ինչ արդեն կտարածվի։ Շատ լավ։ Ստեղ մի դիտողություն էլ ավելացնենք, որ այս պայմանը իրականում համարժեք է 3 պայմանին։ Ոնց որ 3-ից 7-ը եկանք ստացանք, կներեք, 3-ից 6-ը եկանք ստացանք, 6-ից էլ 3-ը կարող ենք ստանալ, Երեք և 6 պայմանները միմյանց համարժեք են։ Վեցից ինչպես կարող ենք համոզվել, որ 3-ը տեղի ունի, ոնց որ 3-ից 6-ը ապացուցել էինք, 6-ը ապացուցել էինք, ինչպես, այս ոնց որ իրականում ոչ մի բան չկա անելու, իսկ հակառակում համոզվելու համար նկատենք, որ ասենք մեզ հետաքրքրում է fz հանած fx, չէ, բաժանած z մինուս x-ը, վերևից գնահատել։ Հիմա եթե ուզում ենք այդ արտահայտությունը վերևից գնահատենք, այս 6-ի որ կտորը օգտագործենք, ձախ թե աջ։ Աջը, որ ինչ-որ կոտորակը ածենցիալով գնահատվում է, հիմա այս կոտորակը որ կետում ածենցիալով կգնահատվի։ Այստեղ ոնց որ այդ մեծ կետում ածենցիալն է, չէ՞ գրված, այստեղ փոքր կետում ածենցիալն է գրված, այստեղ մեծ կետում ածենցիալը։ Հիմա եթե z-ի ու x-ի համար եք կիրառում, z-ում ածենցիալը կլինի, չէ՞։ Համաձայն 6-ի աջակողմյան անհավասարության, հա։ Հիմա մի հատ էլ եկեք այն մյուս կողմը նայենք, հա, այդ f(y) հանած fz բաժանած y հանած z-ը։ Դա էլ ուզում ենք, ոնց որ տեսնեինք, որ այն նրանից մեծ էր, այսին այդ ուզում ենք վերևից գնահատենք, թե ներքևից գնահատենք։ Ներքևից ենք, չէ, ուզում գնահատենք։ Հիմա ներքևից ինչպես գնահատենք։ Օգտվենք ձախ կողմից թե աջ կողմից։ Ձախից, հիմա այս կոտորակը մեծ կլինի ածենցիալում փոքր կետում։ Փոքր կետը ստեղ ով է։ Z-ը, այո, այս մեծ կանսարա f տեղի, ահա։ Լավ, մյուս կողմից այս fy հանած fz բաժանած y մինուս z-ը մեծ կանսարա f շիղ z համաձայն 6-ի ձախակողմյան անհավասարության, հա։ Դե ստացանք, որ այս մի կոտորակը f շիղ z-ից է մեծ, մյուսը f շիղ z-ից է փոքր, ուրեմն, հա, հետևաբար տեղի ունի 6-ը, հա։ Կներեք, տեղի ունի 3-ը։ Լավ, ստեղ մի բառ էլ ասենք, այսին տեսանք, որ մեր ուռուցիկ ֆունկցիայի ածենցիալը պետք է լինի աճող, հիմա որպես հետևանք կարող ենք ասել, որ եթե երկու անգամ դիֆերենցիալի է ֆունկցիան, ապա ուռուցիկ է, եթե
Հա։ Երկրորդ կարգի ացենցիալը, առաջին կարգի ացենցիալը պետք է լինի աճող, երկրորդ կարգի ացենցիալը պետք է լինի դրական, հա։ Եթե f երկու դիցուկ f-ը երկու անգամ դիֆերենցիալի է, Ալբեյում F-ը ուռուցիկ է, Ալբեյում այն և միայն այն դեպքում Եվ F2' x-ը այս կանցար է 0 բոլոր x-երի համար ամբերից Գողքավորն էլ արդեն փոքր կամ հավասար է